Մայիսի 21-ն է, գտնվում ենք Լոռու մարզում, Երևան Վանաձոր ավտոճանապարհի Սպիտակի այն ոլորանում, որտեղ 2015 թվականին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել զինծառայողների, զինվորների մասնակցությամբ, ինչի հետևանքով մեկ զինվոր մահացել էր և կային վիրավորներ։ Դեպքից հետո զինվորի զինակից ընկերները, հարազատները, բարեկամները այստեղ այս վայրում մահացած ավտովթարի հետևանքով մահացած զինվորի հիշատակին հուշաքար էր տեղադրվել և միշտ նրա զինակից ընկերները, հարազատները, բարեկամները, անգամ ծանոթները այցելում էին և ծաղիկներ էին խոնարհում։ Սակայն վերջերս ինչ-որ ստահակի կամ ստահակների կողմից վնասվել էր հուշաքարը, կոտրել էին ծաղկամանը, շուռ էին տվել ծաղկամանը և հուշաքարը, և երեկ տեղեկացանք, որ մահացած զինվորի զինակից ընկերները, այդ թվում նաև Վանաձորի զորամասում ծառայող բարեկամները, հարազատները կարգ են բերել, նորից հուշաքարը նախկին տեսքին են տեղադրել են, ամրացրել են, մնում է, որպեսզի նորից ինչ-որ ստահակ կամ ստահակներ չփորձեն ոտնձգություն կատարեն, վնասեն հուշաքարը ու նորից իրենց սև գործը չանեն։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր կարճ ժամանակում հուշաքարը վերականգնեցին։